Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն ինֆեկցիոն հիվանդություն է պայմանավորված մարդու իմունային անբավարարության վիրուսով։ Դեկտեմբերի 1-ը միավ ձիահի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Այն առաջին անգամ նշվել է 1988 թվականին մարդկանց իրազեկելու, կանխարգելման կարևորությունը ընդգծելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, աշխարհում այսօր միավով ապրում է շուրջ 40.8 միլիոն մարդ, որից 1.4 միլիոնը երեխաներ են, 39.4-ը մեծահասակներ։ Հայաստանում միավ վարակի գրանցման առաջին դեպքը եղել է 1988 թվականին։ Նույն տարում գրանցվել է նաև ձիահի առաջին դեպքը։ Ըստ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալների, 1988 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է միավ վարակի 6522 դեպք, ձիահի 2915 դեպք եւ մահվան 1455 ելք։ Ժամանակահատվածի վերջին դրությամբ միավով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 5067 է, որոնցից բուժում է ստանում 4192-ը։ Ժամանակակից հակառետրովիրուսային բուժման շնորհիվ միավով ապրող մարդիկ այսօր կարող են ապրել երկար եւ լիարժեք կյանք վերահսկելով վիրուսը։ Բուժման հասանելիությունը եւ պարբերական ստուգումը կանխում է ձիահի զարգացումը եւ նվազեցնում փոխանցման վտանգը։ Ուստի միավը դատավճիռ չէ։ Իրազեկված լինելը պաշտպանված լինելու առաջին քայլն է։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր ժամանակակից բժշկության շնորհիվ միավ ունենալը այլևս դատավճիռ չէ, եւ ժամանակի նախտորոշումը, ճիշտ վարումը եւ տեղեկացված լինելը օգնում են մարդկանց լիարժեք կյանք վարել, եւ այսօր կխոսենք այն բոլոր դժվարությունների եւ մարտահրավերների մասին, որոնք ունենում են մարդիկ, ովքեր տառապում են միավով կամ ունեն ձիա։ Այսօրվա իմ հյուրն է ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանական հսկողության եւ խորհրդատվության բաժնի վարիչ Արձաքանյան Վարդանը։ Ողջույն, պարոն Արձաքանյան, շնորհակալ եմ, որ այսօր մեզ հյուր եք եկել եւ այս կարեւոր թեմայի շուրջ պատրաստ եք խոսել եւ ինֆորմացիա տրամադրել մեր հեռուստադիտողներին։ Նախ կուզենայի առաջինը խոսենք այն մասին, շատերը չգիտեն որն է միավը, որը ձիահը, ինչպես են դրանք տարբերվում եւ առհասարակ ինչ վիճակներ ու հիվանդություններ են սրանք։ Եթե կարելի է կարճ լակոնիկ մեզ տաք այդ ինֆորմացիան։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Միավը ինչ է, դա մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը մարդիկ վարակվելով հիվանդանում են միավ վարակ հիվանդությամբ, որը առաջի օրվանից մինչև վերջի օրը դա միավ վարակ հիվանդությունն է։ Տարեց տարի իմունային համակարգը մարդկանց մոտ ընկճվում է եւ ի վերջո գալիս է այնպիսի վիճակ, երբ որ իմունային համակարգը այնքան է ընկճված, որ սկսում են զարգանալ այլ հիվանդություններ, հենց մենք մոտենում ենք ձիահի փուլին, հա, ձիահը եթե բացենք, դա ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշն է։ Երբ որ արդեն իմունային համակարգը չկա եւ սկսում է մարդ հիվանդանալ տարբեր վարակիչ եւ ուռուցքային հիվանդություններով։ Ստացվում է, որ ձիահը ավելի շատ միավի շարունակությունն է կամ ինչ-որ տերմինալ վիճակն է, վերջնական այսպես։ Այլ ասել միավ վարակի վերջի փուլն է։ Վերջի փուլն է։ Շատ հաճախ ենք խոսում ու շատերը կարծես այդ ինֆորմացիան լավ տիրապետում են, բայց եւս մեկ անգամ հնչեցնենք ինչպես է փոխանցվում միավը եւ հատկապես ինչ միջոցներով հնարավոր չէ վարակվել միավով։ Լավ, հստակ փոխանցման 3 ճանապարհ կա։ Դա սեռական ճանապարհն է, արյան միջոցով եւ միավ վարակով հիվանդ մորից երեխային հղիության ժամանակ, կրծքով կերակրելիս կամ ծննդաբուծման ժամանակ, այո։ Այս 3 ճանապարհը բոլորը շատ դեպքերում գիտեն, բայց երբ որ արդեն իրավիճակ է ստեղծում, երբ որ պետք է շփվեն միավարակով հիվանդի հետ, սկսում են վախենալ, իսկ ինչպես շփվենք, ինչպես չի փոխանցվում, դրա համար ես կարծում եմ, որ պակաս կարևոր չէ նաև խոսալ ինչպես չի փոխանցվում։ Այո։ Առաջացած մնացած բոլոր ճանապարհներով, բայց դրանք են մարդկային ուղակի շփումը, ձեռքով բարևելը, համբուրվելը, ընտրում համբուրվել ասելով նկատի ունենք շրթունքներով, որովհետև թքի միջոցով հնարավոր չէ փոխանցվել։ Միևնույն սանհանգույցից օգտվելը, նույն խաղահրապարակներ գնալը, չգիտեմ, սպորտ հրապարակներ եւ այլն, հա, կենցաղային տեխնիկա, միևնույն օրինակ բաժակից եթե ջուր խմեն, ճիշտ է, դա հիգիենիկ չէ, բայց օրինակ, հա, եթե նույն բաժակից ջուր խմեն, ոչ մի ձև չի փոխանցվում, ել չեմ ասում օտակաթիլային ճանապարհով, հետեւաբար
պետք չի վախենալ միավարակով հիվանդի հետ ուղղակի շփվելուց։ Տեսեք, շատ հաճախ խոսում ենք նույն սեռավարակների հայտնաբերման մասին եւ էլի խոսում այն մասին, որ շատ կարեւոր է հատկապես չպաշտպանված սեռական ակտից հետո դիմել համապատասխան մասնագետի, գինեկոլոգի, ուրոլոգի եւ կատարել որոշակի այդ վարակների թեստավորումը։ Արդյոք այստեղ կարեւոր է այդ նեղ ուղղակի ընդգրկվածությունը, թե ուղղակի մարդ նույնիսկ առանց ցուցման իր բժշկի կարող է ըստ իր ցանկության, եթե կարծում է, որ ռիսկայնություն է ունեցել, ինքը դիմել եւ ասել, որ ես օրինակ ուզում եմ հենց հատկապես այս թեստը հանձնել։ Ձեր ասած երկու տարբերակներ հնարավոր է։ Երկուսն էլ հնարավոր է։ Այո, կարող է դիմել իր ծանոթ բժշկին, դա կլինի մաշկաբաներաբան, գինեկոլոգ եւ այլն, բայց կարող է ուղղակի դիմել հենց հետազոտվել միավի վերաբերյալ, եթե կասկածում է, որ հնարավոր է ինչ-որ կոնտակտ կապել։ Շատ հաճախ լսում ենք, որ միավ այլևս դատավճիռ չէ, այն մասամբ կամ բուժելի է, կամ հաղթահարելի է եւ դա մարդու կյանքի վրա չի ազդում, մարդ կարող է օրինակ լիարժեք կյանքի իր տևողությունը եւ բոլոր էտապները անցնել, ինչ կասեք այդ մասին, ժամանակակից բժշկությունը ինչ է առաջարկում։ Բժշկությունը մեծ քայլերով առաջ է գնում, ինչպես բոլոր ոլորտներում, այդպես էլ միավի ոլորտում, մարդիկ ներկայումս ստանալով բուժումը կարող են ապրել այնքան, ինչքան կապրեին առանց միավ վարակի։ Ու խոսքը ուղղակի ապրելու մասին չի, այլ լիարժեք որակյալ կյանքով ապրելու, ապրում են, աշխատում են, ընտանիք են կազմում, երեխաներ են ունենում, ու խոսքը առողջ երեխաների, առողջ ընտանիքների մասին է։ Ու կարող է տենց վերին սահման չկա, որ ասենք, օրինակ եթե հայտնաբերվեց, կապրի 20 տարի կամ 40 տարի, կապրի այնքան, ինչքան Աստված տվել է։ Ուղղակի ըստ կարևորը պետք է հետևողական լինել եւ ընդունել բոլոր դեղարայքները այնպես ինչպես բժիշկը նշանակել է, անցնել այն բոլոր հետազոտությունները այն ժամկետներում, ինչպես այո բժիշկը նշանակել է, որ ուղղակի ցուցված են բուժման եւ հիվանդության հսկողությունը ճիշտ լինի, որովհետեւ կարող է ինչ-որ ժամանակ ընթացքում առաջանա դեղորայքային կայունություն վիրուսի նկատմամբ եւ բուժումը ուղղակի անարդյունավետ դառնա։ Եթե դա ժամանակին հայտնաբերում ենք, հնարավոր է դեղամիջոցը փոխել եւ շարունակել էլի բուժումը։ Իսկ ինչ կասեք այն մասին, օրինակ կողակիցների մասին, երբ մեկը ունի միավ, հա, դրական է, այսպես ասած, իսկ մյուս պարտները չունի։ Ինչպես է այստեղ վարակվելու հավանականությունը, զգուշավորության ինչ որ կանոններ կան։ Այո, ընդ որում միջև ձեր հարցին պատասխանելը նշեմ, որ նման զույգեր մենք շատ ունենք։ Դրանք դիսկորդանտ զույգեր են կոչվում, այսինքն երբ որ հիվանդ զույգերից մեկը միավ ունի, մյուսը չունի։ Դիսկորդանտ։ Լավ։ Այո։ Ընդ որում մենք ունենք նաև զույգեր, երբ որ զույգերից մեկը միավ ունի, մյուսը չէ, ու իրենք արդեն իսկ իմանալով ամուսնացել են։ Ու դրանք հատուկ են դեպքեր չեն, տասնյակի հասնող են, այսինքն դա էլ է մեր պրակտիկան մտնում, երբ որ միավ վարակով հիվանդը նորմալ բուժում է ընդունում։ Նրա մոտ վիրուսային ծառայողությունը արյան մեջ դառնում է անհայտնաբերելի եւ նա դառնում է նաեւ ոչ վարակիչ սեռական հարաբերություն ունենալով։ Եթե հիվանդը ընդունում է նորմալ դեղորայք, ժամանակին հետազոտությունները ցույց են տալի այդ անհայտնաբերելի մակարդակը, ինքը գործնականորեն դառնում է ոչ վարակիչ։ Հետևաբար ամուսնական զույգերը կարող են նույնիսկ ապրել առանց պաշտպանվելու։ Թեև մենք միշտ խորհուրդ ենք տալիս, որ օգտագործեն պահպանակ, որովհետև չես կարող ասել կայունություն կարող է ձեռք բերել եւ այլն, բայց գործնականորեն նրանք հանգիստ կարող են ապրել առանց վախենալու։ Դե տրամաբանական հաջորդ հարցը արդյոք այս դեպքում արդեն կա հավանականություն երեխա պլանավորելու այս զույգերի մոտ եւ արդյոք այդ փորձը եւս դուք նկատում եք։ Կա հավանականություն եւ այդպես էլ լինում է, ընդ որում նայեք շատերը շատ կանայք հղիության ժամանակ են նաև հայտնաբերվում, պլանային ու սկրինինգային հետազոտությունների ժամանակ հայտնաբերվում են, բայց մենք շատ նաև զույգեր ունենք, որոնք արդեն իսկ պլանավորում են միավարակ ունենալու ժամանակ ունենալ։ Երկրորդ երեխան, երրորդ երեխան, այսինքն դա լրիվ իրական կյանք է դարել։ Մարդիկ այդ եմ ասում, նորմալ արժեք կյանքով ապրում են։ Այո, Վարդան, կասեք նաև, որոնք են այն տարածված համոզմունքները, սխալ պատկերացումները, պնդումները, որոնք դեռ ամուր պահպանվում են մեր հասարակության մեջ։ Գիտեք, ցավոք սրտի դեռևս կան այտենց կարծրատիպեր, որ մտածում են, որ միավարակը դա մահվան հետ համահունչ դատավճիռ է։ Դա իրականում, եթե մենք հետ գնանք պատմությունը 80-ականներին, որ նոր ախտորոշվեց, նոր հայտնաբերվեց միավը, այն ժամանակ միավարակի հայտնաբերումը դա ուղղակի մահվան դատավճիռ էր, որովհետև այն ժամանակ բուժում չկար եւ այլն, հա, ու այն ժամանակվանից մինչեւ հիմա դեռևս ցավոք սրտի կան նման կարծրատիպեր ու շատ վատ այն է, որ դեռևս որոշ բժիշկների մոտ էլ դա կա, եթե միավ է հայտնաբերվում, ուրեմն դա էլ փլկություն չկա։ Դա մեկ կարծրատիպն է, որը իրականում չկա։
Մյուսը, որ միավարակը ավելի շատ ասոցացվում է որոշակի խմբերի հետ, վարքագծային խմբերի հետ, հա, ասենք թմրամիջոցներ կային օգտագործողների անբարոյական կյանքով ապրելու հետ կապված, հա, որովհետև շատ միավոր հիվանդներ որ վարակվում են, ասում են խայտարակ եղա եւ այլն, հա, այսինքն կամ հակառակ երբ որ միավարակ է կողքից նայողը ասում է, հան, չգիտեմ, փչացած է, անբարոյական է կամ ինչ որ նման սիգմաներ եւ խարան է կապցվում, բայց իրականում մեր իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հիվանդների մեծ մասը որևէ կապ չունեն նման վարքագիծ դրսևորող հիվանդների հետ, այսինքն դա մեր միջին վիճակագրորեն մեկ պարտներ, կարող է ունենալ մեկ պատահական պարտներ, ընդ որում միջամուսնական, կարող է նա լինել արտասահման մեկներ, դա բոլորովին ինչ որ պատահական անկանոն կապերի մասին չէ, հիվանդություն է հիմնականում, որովհետև դու քո վարքագծով ես վարակվում մեծ մասամբ, հետեւաբար բոլորն էլ կարող են վարակվել միավոր։ Սա պետք է որևէ կերպ խարանի պատճառ չլինի, որովհետև ենթադրում եմ նաև բուժման ընթացքի կանխարգելման վրա մեծապես ազդում է, որովհետև դա նաև սահմանափակում է քաղաքացու իրավունքը հետազոտվելու եւ առանց վախերի, օրինակ, բուժում ստանալու կամ ձեր հսկողության տակ գտնվելու այդ մասին ինչ կասեք։ Վախենալով, որ իրենց կարգավիճակը կբացահայտվի, դեռևս չիմանալով, որ դա իհարկե գաղտնի է եւ երբեւէ նման դեպք չի եղել, որ կոնֆիդենցիալ է այդ ինֆորմացիան, բայց միջև գալը նրանք վախենում են ու վախենում են գաղտնիության բացահայտումից, վախենում են, որ հարևանները, բարեկամները կամ աշխատավայրում կիմանան դրա մասին եւ իրանց կամ գործից կհեռացնեն կամ եւ այլն։ Այդ ամեն ինչը բերում է նրան, որ մարդիկ ուղակի չեն դիմում այդ պատճառով հետազոտվելու, կամ նույնիսկ եթե գիտեն իրենց կարգավիճակը, ժամանակ առ ժամանակ կամ ճիշտ ժամանակին չեն հաճախում բժշկի, որոշ դեպքերում դեղորայքը չեն ընդունում, որովհետեւ կողքից կտեսնեն, ու դա բերում է ձեր կողմից նշված այդ արատավոր օղակի, ի վերջո կարող է զարգանալ կայունություն այդ դեղամիջոցների նկատմամբ եւ բուժումը դառնա անարդյունավետ, այդ ընթացքում ինքը կարող է վարակել մեկ ուրիշին, այդ արատավոր օղակը կարող է այսպես պատտվի, դրա համար այդ խարանը ինչքան նվազի, այնքան միավի վերաբերյալ կանխարգելումը շատ ավելի արդյունավետ կլինի։ Դա կարծում եմ մեր բոլորի շահերից է բխում առհասարակ մեր ազգաբնակչության, գիտեք, մենք շատ դեպքերում հիվանդություններ եւ հատկապես այն վիճակները, որոնք իմունային անբավարարության հետ են կապված կամ ավելի խոցելի խմբերի հետ, խոսում ենք այն մասին, ինչպիսի վարքագիծ, ապրելակերպի պետք է հետևի մարդ, արդյոք այստեղ ինչ որ առանձնահատուկ մոտեցումներ կան, որ դուք կուզենայիք հնչեցնել։ Միավարակով հիվանդները ընդհանուր իրենց ապրելակարգը ոչ մի ձև չի տարբերվում, ուղղակի իհարկե պետք է դադարեցնեն վնասակար սովորությունները կամ նվազագույնի գոնե հասցնեն, խոսքը վերաբերվում է խմիչքի, ծխախոտի եւ այն մարդիկ, որոնք միամիջոց են օգտագործում, որովհետեւ այդ ամեն ինչը ինքը կողքից նույնպես վնասում է օրգանիզմը եւ ինչքան էլ բժիշկը աշխատի, փորձի օգնել, եթե մարդ ինքը չի ուզում իրեն օգնել, բժիշկը մի փոքր կարող է անզոր լինել։ Եվ վերջում խնդրեմ, եթե ունեք խորհուրդներ հնչեցնելու այն ունկնդիրներին, ում համար այս թեման կարևոր էր։ Ես կցանկանամ նշել, որ պետք չի վախենալ եւ կոմպլեքսավորվել չհետազոտվելու մեջ, որովհետեւ եթե ցանկացած մարդ ունեցել է իր կյանքում երբևէ թեկուզ մեկ անգամ ռիսկային վարքագիծ, ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություններ, չգիտեմ, թմրամիջոց է օգտագործել ներական ճանապարհով, անպայման հետազոտվել եւ ոչ միայն միավի, այլ նաև այլ արյունային ճանապարհով փոխանցող ինֆեկցիաների, մասնավորապես հեպատիտների նկատմամբ, որովհետև հիվանդությունը ի վերջո իրենը անելու է։ Եթե մենք վախ հայտնաբերենք, կարելի է հիվանդությունը կառավարել եւ որակյալ եւ լիարժեք կյանքով ապրել։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար, հուսամ ենք դեռ կհանդիպենք եւ այդ ձեր թվացի հիվանդությունների մասին պարբերաբար կխոսենք, որտեղ շատ կարեւորում եմ այս իրազեկվածությունը։ Հիշեցնեմ, որ մենք այսօր խոսեցինք միավարակի դիահի մասին, խոսեցինք ինչքանով կարեւոր է իրազեկվածությունը, չսահմանափակվել ուղակի կասկածներով, մտորումներով, այլ դիմել քայլերի եւ հետազոտվել եւ իհարկե համագործակցել հնեք մասնագետների եւ ինֆեկցիոն ազգային կենտրոնի հետ, որպեսզի ժամանակին լիարժեք եւ գրագետ բուժում ստանալ, քանի որ հասկացանք միավ այլևս դատավճիռ չէ։ Այսօրվա իմ հյուրն էր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի համաճարակաբանության հսկողության եւ խորհրդատվության բաժնի վարիչ Արզականյան Վարդանը։ Իսկ մենք այս պահին շարունակում ենք տեղափոխվենք խորհուրդ մասնագետից էջ, որտեղ մեր գործընկերը Դերմետիկ, դերմատոկոսմետիկ միջոցների ներկայացուցիչը կխոսի մաշկային խնդիրների եւ իհարկե առավել ճիշտ գրագետ խնամքի մասին։